Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ։ Երեկվանից քննարկում ենք չափազանց կարևոր վարկային համաձայնագիր եւ որքան էլ ելույթները տարբերվում են մեկը մյուսից թե հռետորաբանությամբ, թե քննադատության կամ կառուցողականության որոշակի տոկոսով ավել կամ պակաս տոկոսով, հիմնական շեշտադրումները կարծես թե երկուսն են։ Լավ վարկային ծրագիր է, բայց մենք ունենք մտահոգություններ։ Ես թերևս այս պարզ բանաձևումով կկառուցեմ իմ ելույթը։ Ընդամենը օրեր առաջ նախքան ելույթը սկսել ուզում եմ ասել, որ ամեն այսպես ցանկացած վարկային ծրագրի վերաբերյալ չէ, որ ցանկություն եմ ունենում խոսելու, եւ ընդամենը օրեր առաջ մի շատ հետաքրքիր վերլուծություն էի թերթում եւ կարծես թե այս վարկային համաձայնագրի շրջանակներում նաև որոշակիորեն ցանկություն առաջացավ ձեզ հետ կիսվել եւ բարձրաձայնել այդ վերլուծության հիմնական այսպես թիրախները։ Մեր հանրապետությունը 92 թվականին ընդունված ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդրսահմանային ջրային հոսքերի եւ միջազգային լճերի պաշտպանության եւ օգտագործման մասին կոնվենցիային, ջրային կոնվենցիային կից ջուր եւ առողջություն արձանագրության շրջանակներում իրավական, ինստիտուցիոնալ եւ նյութաիրավական ասպեկտների ելակետային վերլուծության համար 2014 թվականի մայիսին հրապարակել է տեխնիկական զեկույց։ Եվ այս տեխնիկական զեկույցում տեղ գտած թվերը, հարգելի գործընկերներ, ավելի քան մտահոգիչ են, ընդ որում վստահ եմ բոլորիս համար, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում լրջագույն խնդիր է 560 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման հետ կապված խնդիրների լուծումը։ Փորձագետների խումբը, որը բաղկացած է եղել տարբեր ոլորտների մասնագետներից, միանշանակ փաստել է, որ անհրաժեշտ է փորձագիտական գնահատական տալ 560 գյուղական համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման խնդիրներին։ Ընդ որում տեխնիկական զեկույցը 20 թիրախ է ունեցել իր մեջ եւ իմ գործընկերներից շատերի կողմից բարձրաձայնված մի խնդիր էլ կար, հատկապես կրթական հաստատություններում ջրամատակարարման խնդիրը, մտահոգիչ թվեր կրկին, տարբեր մարզերում, ամենացավալի վիճակում գտնվողներից մեկը Գեղարքունիքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, այս դպրոցներում ջրամատակարարման համակարգերը ունեն լրջագույն խնդիրներ թվով շուրջ 141։ Ինչու եմ ես այս թվերը բարձրաձայնում իրականում։ Ես ինքս համար նաև վարկային համաձայնագրի հիմնավորվածությունը ուսումնասիրելիս կարծես թե փորձում էի հասկանալ ավել կամ պակաս հիմնավորվածության տեսանկյունից արդյոք սա այն հիմնական թիրախներից է, որի համար արժե որ այս վարկային ծրագիրը եւս մեկ անգամ ազգային ժողովը հերթական վարկային ծրագիր է հաստատի։ Գոնե ինձ համար ջրային համակարգի խնդիրների լուծման հետ կապված այս իրապես կարևոր խնդիրը, որը մենք չէ որ փաստում ենք, ես չէ որ փաստում եմ, այլ լրջագույն վերլուծություններ կան, որ փաստում են, որ պրոբլեմատիկ է եւ առողջապահության համաշխարհային կազմակերպություններ խմելու ջրի եւ ձեռքերի լվանալու հետ կապված խնդիրը սերտորեն փոխկապակցում է երկու խնդիրների հետ։ Առաջինը մի շարք համաճարակների կրճատման, ընդ որում 50 եւ ավելի տոկոսով կրճատման հետ եւ երկրորդ մանկական մահացության կրկնակի կրճատման հետ։ Սա ուղղակիորեն առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս նույն զեկույցի հետ կապված խմելու ջրի եւ ձեռքերը լվանալու ունակության, այսպես ասենք, հնարավորության ավելի ճիշտ հետ է փոխկապակցում։ Կարծում եմ այս տեսանկյունից այս դահլիճում որևէ մեկից հակառակ տեսակետ չեմ լսել, թե վարկը այն նպատակին, որ պետք է ուղղվի, արդյոք արդարացված է թե ոչ։ Այս տեսանկյունից կարծում եմ բովանդակային առումով բոլորիս տեսակետները համընկել են։ Իսկ հիմա անդրադառնամ այն մտահոգիչ հատվածին, որը պարոն Հովհաննես Մարգարյանը, տիկին Նայրա Զոհրաբյանը իր հարցադրման մեջ, պարոն Խոսրով Հարությունյանը, տիկին Ռուզաննա Մուրադյանը, բոլոր գործընկերներս, ովքեր հարց էին հնչեցնում կամ մինչ այս պահը ելույթ են ունեցել, բոլոր գործընկերներս կարծես թե միաբերան պնդում էին վարկային միջոցների օգտագործման արդյունավետությունը։
Ես եւս անմասն չեմ մնա եւ թերևս նոր ինչ-որ հատուկ տեսակետ կամ ինչ-որ բացառիկ եզրակացություն չեմ էլ անի, վստահ եմ գործընկերներս դրանից առաջ եւ հետո էլ կնշեն բազմաթիվ վարկային ծրագրեր, որոնց միջոցները օգտագործվել են անարդյունավետ եւ չեմ կարծում, որ շատ սխալված կլինեն։ Այլ ես այստեղ ոչ թե ուզում եմ խոսել այն մասին, որ գիտեք, այո, ամեն ինչ վատ է կամ չէ, այնքան էլ վատ չէ, եկեք աչք փակենք այս անգամ, ես բոլորովին այլ առաջարկ ունեմ, անկեղծ ասած։ Բոլոր այս քննարկումները ինձ մոտ առանցքային մի հարց այսպես առաջ բերեցին։ Գործընկերներիցս մեկն էլ ասում էր, ինչ որ մի պահի պետք է խոսենք այս մասին։ Այո, պետք է խոսենք այս մասին, բայց եկեք միասին բոլորս կարծես թե միասին որոշենք, որ ոչ թե հերթական վարկային համաձայնագիրը լինի առիթ, որ մենք կրկին անգամ փաստենք միջոցների արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողության պատշաճ մեխանիզմների բացակայությունը, այլ եկեք այսօր այս պահին բոլորս խոստովանենք միասին, ես ինքս էլ որպես падգամավոր իմ օրենսդրական նախաձեռնության իրավունքը իրացնելու շրջանակներում պատրաստակամ եմ մշակել օրինագիծ, ընդ որում ես կարծում եմ, որ սա պետք է լինի ինքնուրույն, առանձին օրինագիծ, ոչ թե օրինակ միջազգային պայմանագրերի մասին օրենքի շրջանակներում, որ այդ օրինագծում տեղ գտնեն բոլոր վարկային համաձայնագրերի հետ կապված անհրաժեշտ պայմանները, ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն, ինչպես ներկայացվեն, ինչ վերլուծություն ներկայացվի, այն գործընկերներից անցյալ նախագծի հետ կապված թեկուզ պարոն Միքայել Մելքումյանի, Նայորա Զորաբյանի եւ Էլինար Վարդանյանի նախագծի հետ կապված Արծվիկ Մինասյանը ասում էր կարգավորման ազդեցության գնահատման եւ այլնի հետ կապված խնդիրներ բարձրացնում։ Եկեք նմանօրինակ մի մեխանիզմ էլ հիմնենք վարկային համաձայնագրերի դրա այդ միջոցների արդյունավետ օգտագործման հետագայում խորհրդարանին հաշվետվություն տալու հետ կապված օրինագիծ, բոլորս կարծում եմ դրան կողմնակից կլինենք եւ գոնե մեկ անգամ միանգամից բոլոր վարկային համաձայնագրերի հետ կապված խնդիրը լուծենք։ Այլապես որևէ մեկը թերևս չի հերքի այն պարզ ճշմարտությունը եւ դա էլ օրինաչափ է, որ բոլորս հերթական վարկային համաձայնագրի հետ կապված կգտնենք կետեր, որովհետեւ դրանք իրականում նաեւ առկա են լինում եւ կխոսենք վարկային միջոցների անարդյունավետ ծախսման հնարավորության մասին։ Ամփոփելով խոսքս, ուզում եմ նշել, որ այս վարկային համաձայնագրի թիրախը այն հիմնական, այսպես ասենք, կետը ինչին ուղղված է, այն հիմնական նպատակը, որի համար այս վարկային համաձայնագիրը կամ այս վարկը վերցվում է, ընդ որում միանգամայն, այսպես ասեմ, շատ նորմալ պայմաններով, ինչպես նաև իմ ընդդիմության գործընկերներից նշեցին, այս տեսանկյունից բովանդակության առումով միանգամայն արդարացված է եւ այս տեսանկյունից ես կարծում եմ խմելու ջրի ու ոռոգման ջրի խնդիրը կենսական նշանակություն ունի հատկապես գյուղական համայնքների համար։ Եվ այս առումով թերևս վարկային համաձայնագիրը արժանի է, որ մենք դրական վերաբերմունքի արժանացնենք, իսկ ինչ վերաբերում են հիմնական խնդիրներին, սրանք բոլորը հայեցակարգային խնդիրներ են եւ ես վստահ եմ, որ այս վարկային համաձայնագրի շրջանակներում չէ, որ դրանք լուծվելու են եւ ինքս էլ կարծում եմ անմիջապես օր առաջ ես պատրաստվում եմ այդ քայլը անել, մշակել օրինագիծ կամ փոփոխություններ, որոնք կանրադառնան այն բոլոր մտահոգություններին, որոնք այսօր այս դահլիճում տարբեր գործընկերներ տարբեր ձևաչափերով հնչեցրեցին։ Շնորհակալություն։